Երևան քաղաքը Հայաստանի թերևս ամենաքաղաքականացված համայնքն է, երբևէ որևէ մեկի կողմից չլսված կուսակցությամբ, բայց հայտնի անհատով ուղղակի հաղթել թիմ ընտրություն։ Քաղաքական դիտանկյունից սա փոքր հաղթանակ է։ Հայաստանում հատկապես թիմ ընտրությունները դեռևս մնում են որպես նեղ համայնքային ընտրություններ։ Միֆ է, երբ հայտարարում են, որ բոլորիս նպատակը իշխանության հեռացումն է։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հյուրս այսօր քաղաքագետ Արա Պողոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, պարոն Պողոսյան, սկսենք Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից։ Ապրիլի 16-ին տեսանք, որ Վարդան Ղուկասյանին ընդդիմությունը վերջապես ընտրեց Գյումրիում որպես քաղաքապետ։ Նախ ձեր գնահատականը Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ընտրություններին, ինչպես կգնահատեք այն եւ արդյոք ինչ ազդեցություն այն կունենա համապետական 2026 թվականի ընտրությունների վրա։ Դուք ունեք այն համոզմունքը, որ ընդդիմությունը համապետական ընտրություններում եւս կհաղթի։ Նախ հարցի վերջի բաղադրիչին պատասխանեմ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր թիմ ընտրություն ունի որոշակի նրբերանգներ եւ որոշակի առանձնահատկություն ի համեմատ համապետական ընտրություններին։ Թիմ ընտրություններում չափազանց եւ բավականին բարձր է անհատների դերը, որտեղ չկա քաղաքական, այսպես ասենք, գաղափարների մրցակցություն, այլ կա անհատներով պայմանավորված ընտրություն։ Սա թիմերի առանձնահատկությունն է եւ կարելի է վերցնել ցանկացած գյուղական համայնք կամ փոքր համայնք կամ ցանկացած թիմ համայնք եւ կտեսնենք, որ որոշակի այսպես դինամիկ ձևով պահպանվում է անձերով պայմանավորված ընտրությունը, ինչքան էլ որ փորձենք դա քաղաքականացնել, քաղաքական նրբերանգներ տալ, այդ տեսեք, տարիներ առաջ ուղղակի աներևակայելի կլիներ որևէ համայնքում կոմունիստական կուսակցության հաղթանակ պատկերացնելը։ Եվ այսօր էլ եթե չլիներ անհատի կերպարը, ես ձեզ վստահեցնում եմ, որ կոմունիստական կուսակցությունը անգամ 1% չէր հավաքի ձայն։ Այսինքն մենք դարձյալ հանգում ենք այն մտքին, որ այստեղ ոչ թե քաղաքական գաղափարը հաղթեց, այլ հաղթեց անձը, անհատը, այդ անհատի շուրջ որոշակիորեն կառուցված քաղաքական քողը, բայց ոչ ավելին։ Եվ սա գալիս է եւս մեկ անգամ մեզ համոզելու, որ յուրաքանչյուր համայնք եւ յուրաքանչյուր ընտրություն ունի իր նրբությունները եւ առանձնահատկությունները։ Եթե մենք վերցնենք այս ընտրությունը եւ սա դարձնենք որպես ապագա համապետական ընտրությունների լոկոմոտիվ եւ առաջնորդվենք այս սկզբունքով, որ համապետական ընտրությունները կրկնելու են այս պատկերը, ես կարծում եմ սա չափազանց մեծ հիասթափությունների բերող մոտեցում կլինի։ Ինչու՞։ Որովհետև համապետական ընտրությունները ունեն բավականին այլ տրամաբանություն եւ միշտ համապետական ընտրությունները ունեցել են այլ տրամաբանություն, թիմ ընտրությունները այլ տրամաբանություն։ Ինչու չի կարելի սա համեմատել Երևան քաղաքի ընտրությունների հետ վերջին, որովհետև Երևան քաղաքը Հայաստանի թերևս ամենաքաղաքականացված համայնքն է եւ հաշվի առնելով նաեւ որ մայրաքաղաքն է, հաշվի առնելով որ բոլոր քաղաքական գործընթացները հենց Երևանում են գեներացվում, դրանով պայմանավորված Երևանում թիմ ընտրությունը կամ համայնքային ընտրությունը կարելի է որոշակի իմաստով համարել քաղաքական ընտրություն, բայց Երևանից դուրս մնացած համայնքներում ընտրությունները ունեն իրենց առանձնահատկությունները եւ կարելի է ընդամենը երբևէ որևէ մեկի կողմից չլսված կուսակցությամբ, բայց հայտնի անհատով ուղղակի հաղթել թիմ ընտրություն։ Այն պարագայում, երբ համապետական ընտրությունները արդեն ունեն այլ տրամաբանություն։ Բայց արդյոք այս ամենը չեն գիտակցում ընդդիմությունը, քանի որ տեսնում ենք այս հատկապես վերջի շրջանում բացայբաց Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական թիմերը այսպես վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեներին, ամեն մեկը մեղադրում է մյուս թևին, որ դուք եք Նիկոլ Փաշինյանին բերել։ Արդյոք նրանք այդ ամենը չեն գիտակցում եւ գուցե հենց իսկական պահն է, որ միավորվեն։
Տեսեք, այստեղ մենք ունենք բավականին բազմաշերտ խնդիրների համախումբ կապված թե նախկին նախագահների թիմերով, թե իրենց կերպարներով, թե իրենց գաղափարական առանձնահատկություններով, թե ընդհանրապես հայկական քաղաքական միջավայրով։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր առանձին քաղաքական դերակատար պատկերացնում է, թե ինչ է կատարվում։ Ես որպես քաղաքագետ չեմ կարող քաղաքական հայտարարություն անել այս պահին, այսինքն մեկնաբանել օրինակ այս ընտրությունը քաղաքական, որպես քաղաքական հայտարարություն, որտեղ սա կլինի բոլորովին այլ բովանդակություն։ Եթե մենք դիտարկում ենք զուտ մասնագիտական աչքերով, ապա մենք պարտավոր ենք բազմաշերտ նայել իրավիճակին եւ վերլուծել բազմաշերտ։ Քաղաքական դիտանկյունից սա փոքր հաղթանակ է եւ յուրաքանչյուր քաղաքական դերակատարի խնդիրն է փոքր հաղթանակը մատուցել որպես ապագա մեծ հաղթանակի ճանապարհին առաջին հաղթանակը, որը կարող է ոգևորել ժողովրդին եւ ժողովրդի մոտ այն պատկերացումը, որ օրվա իշխանությունը անպարտելի է, կարող է սրանով կոտրվել այդ ստերեոտիպը։ Բայց եթե մենք նայում ենք զուտ գիտական աչքերով, ապա այստեղ մենք պարտավոր ենք դիտարկել խնդրի ավելի խորքերը, ինչով է պայմանավորված ընտրությունը, ինչպիսի առանձնահատկություն ունեն համայնքային ընտրությունները, ինչպիսի պրակտիկա ունենք համայնքային ընտրությունների, արդյոք դրանք քաղաքական որակներով, քաղաքական լիդերներով եւ քաղաքական գաղափարներով են եղել պայմանավորված, թե զուտ անհատներով, ընդ որում դուք կարող եք Հայաստանով շրջելիս տեսնել գյուղեր, որտեղ այսպես 20 տարի եւ ավել նույն ընտանիքն է կառավարում տվյալ գյուղը։ Ինչով է սա պայմանավորված։ Պայմանավորված է տվյալ ընտանիքի հարազատության, ազգակցական կապերի բազմաշերտությամբ տվյալ համայնքում։ Իսկ Երևան քաղաքի Գուցե դա իրավիճակի փոփոխություն չի բերում։ Ցավոք սրտի, այսպիսի պարագաներում, հատկապես երբ անցում կատարվեց արդեն համամասնական ընտրակարգի, արդեն միտում է սկսվել, որ ցանկացած կուսակցություն այս անհատները կարող են օգտագործել առանց գաղափարական որևէ բան հաշվի առնելու։ Այ դրա վառ օրինակը հենց Գյումրին է, որտեղ կոմունիստական կուսակցությամբ կարելի է հանդես գալ եւ հաղթել կամ գրեթե հաղթել։ Նույնը մնացած համայնքներում է, որևէ բանով չի տարբերվում։ Համայնք կա, որտեղ օրինակ Ռամկավար ազատական կուսակցությամբ է քաղաքապետի թեկնածուն կամ գյուղապետը մասնակցել եւ հաղթել։ Բայց Ռամկավար ազատական կուսակցության հետ այդ մարդը աղերս չունի, թե գաղափարական, թե մնացյալ իմաստներով։ Եվ սա գալիս է ապացուցելու Ռամկավար ազատական կուսակցություն պայմանական եմ ասում, այդ անվան փոխարեն կարող է լինել ցանկացած այլ կուսակցության անվանում։ Սա գալիս է ապացուցելու, որ Հայաստանում հատկապես թիմ ընտրությունները դեռևս մնում են որպես նեղ համայնքային ընտրություններ, պայմանավորված տվյալ համայնքի առավել ուժեղ անձերով կամ ուժեղ ընտանիքներով եւ ոչ ավելին։ Երևան քաղաքը ունի իր առանձնահատկությունը, ինչպես նշեցի, պայմանավորված քաղաքական գործընթացներով, որոնք գլխավորապես գեներացվում են Երևան քաղաքում։ Հետևաբար Ես վստահ եմ, որ քաղաքական դերակատարներ կամ նրանց գերիշխող մասը, որ ունի փորձ, որ ունի թիմ, վերլուծական կենտրոն, իրենք հրաշալի գիտեն, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում եւ վստահ եմ, որ պատկերացնում են, թե դրա պրոյեկտումը համապետական ընտրությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա։ Այսօր տեսնում ենք, որ տարբեր քաղաքական թիմեր, հասարակական կազմակերպություններ տարբեր բնույթի բողոքի ակցիաներ են իրականացնում, շարժումներ են սկսում։ Այդ կերպը նաև վերջին շրջանում Լույսի բանակ ռազմայինասիրական միավորման նախագահ Կարեն Արայանը սկսեց շարժում, արցախցիներն են սկսել, բայց բոլորը խոսում են միավորվելու, համախմբելու մասին, բայց իրար հետ չեն համախմբվում։ Տնտեսվարողները եւս բարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում, նշում են, որ համախմբվենք, միավորվենք, բայց որևէ մեկը այս X շարժումը չի միավորվում Y շարժմանը, ինչու։ Ես կարծում եմ քաղաքական իմաստով լուրջ տրամաբանություն կա այդտեղ եւ երբ որևէ մեկը Բայց եթե բոլորի նպատակը իշխանափոխություն անելն է, այդ պարագայում ինչու՞ չեն միավորվում։ Տեսեք, իշխանափոխություն տրամաբանությունը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես քաղաքականությունը հնարավորի եւ անհնարինի արվեստն է։
Եվ բացառված չեն դեպքերը, երբ իշխանությունը ինքը գեներացնի բողոքի ակցիաներ, որպիսի տվյալ ճամբարը համալրի սեփական ազդեցության մարդկանցով կամ խմբերով եւ այլն եւ այլն։ Հետեւաբար միաշերտ չէ նախ այս շարժումները, իրենք միաշերտ չեն, իրենք բազմաշերտ են, ունեն ամենատարբեր նպատակներ, հրապարակային եւ ոչ հրապարակային, ինչով պայմանավորված ուղղակի այդ միֆ է, երբ հայտարարում են, որ բոլորիս նպատակը իշխանության հեռացումն է, ուրեմն բոլորս պետքա միևնույն ճամբարում լինենք։ Չի կարող լինել նման բան։ Մենք ունեցել ենք այդպիսի փորձ 10 եւ ավել կուսակցությունների միավորման փորձ, տարբեր երկու նախագահների միավորման փորձ եւ այլն, բայց երբ խորքում տարբեր ենթաշերտերում նպատակները տարբեր են, բացի իշխանության, ֆորմալ իշխանության հեռացումը կան այլ նպատակներ, այստեղ արդեն տարամիտվում է նաեւ գործողությունների բնույթը, որովհետեւ ի վերջո մի բան է հեռացնել այս կամ այն իշխանությանը, մեկ այլ բան է թափուր աթոռը լրացնել։ Եվ այստեղ է որ գալիս է այդ պայքարը, ներքին պայքարը։ Ես ձեզ վստահեցնում եմ, նրանք ովքեր հայտարարում են, որ մենք չունենք որևէ հավակնություն, հենց այնտեղ է հավակնությունների ամենամեծ պաշարը թաքնված։ Նրանք ովքեր հայտարարում են, եկեք միացեք մեզ, մեր բոլորի նպատակը օրինակ այս իշխանության հեռացումն է, նրանք ինքնին արդեն խոսում են չէ միավորման մասին, որտեղ միավորվել մեզ նշանակում է միանալ մեզ եւ ոչ թե ընդհանուր միավորում, իսկ ընդհանուր միավորումը եւս իր հերթին քաղաքական իմաստով եւ քաղաքագիտական իմաստով բավականին բարդ գործընթաց է, որը կարող է տևել չափազանց երկար ժամանակահատված, մինչև կոնսենսուսներ կձևավորվեն ամենատարբեր հարցերի շուրջ։ Այն հարցերը, որոնք հրապարակային են, այդ հարցերը չեն իրական հարցերը։ Ոչ հրապարակային հարցերն են, որտեղ չկան կոնսենսուսներ եւ որոնք են պատճառը, որ բարձրաձայնվում գուցեև։ Իհարկե, որովհետև այն հարցերը, որոնք բարձրաձայնվեն, արդեն կխոսեն տվյալ շարժման բունեության մասին, ինչը կբացառի նաև համախմբումը։ Եվ այս պարագայում լուծումը որտեղ եք տեսնում դուք, ինչ առաջարկներ ունեք դուք։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ պետք է քաղաքական բովանդակություն ստեղծվի, որտեղ երբ որ չկա քաղաքական բովանդակություն եւ որպես քաղաքական բովանդակություն ներկայացվում է բացառապես իշխանության հեռացումը, այստեղ նախ ազնիվ չէ ժողովրդի նկատմամբ եւ երկրորդ չկա այդ վակումը ինչով լցնելու առաջարկը։ Գիտեք, հեշտ է ասել, որ կգանք կանենք։ Արդյոք պետք է հավատալ կգանք կանենքին։ Թե պետք է գտնել այդ քաղաքական բովանդակությունը, որի շուրջ էլ կլինի համախմբումը։ Ի վերջո մարդիկ ունեն որոշակի պատկերացումներ իրենց ապագայի նկատմամբ։ Դա սոցիալական է, դա իրավական է, դա տնտեսական է։ Չէ՞ որ հասարակությունն է իշխանության աղբյուրը, չէ՞ որ հասարակությունը ինքը պետք է օժտի այս կամ այն խմբին, ուժին իշխանությամբ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ իշխանությամբ։ Եվ եթե այդ հասարակության պահանջմունքների բավարարման ուղղությամբ դու չես առաջարկում ծրագիր, տեսեք, ես չեմ խոսում ինչպես ենք հարաբերվելու Ադրբեջանի հետ, ինչպես ենք լուծելու Արցախի խնդիրը ի վերջո, որտեղ այստեղ կարող են լինել նաև ռազմավարական այնպիսի պատկերացումներ, որոնց հրապարակումը ինքնին կստեղծի ռազմավարական ճգնաժամ, որտեղ բացառված չէ եւ ես կարծում եմ, որ իրական է այն տեսիլքը, որ Ադրբեջանը այսօր փորձում է Հայաստանում տոտալ վերահսկման ենթարկել իշխանության հավակնորդների շարքը։ Ինչու՞, որպիսի իրենց կողմից պարբերաբար հնչեցվող ռևանշիստների այսպես կոչված բանակը չգա իշխանության։ Սա է որ փորձում են լուծել Ադրբեջանում եւ սրանով պայմանավորված ես տրամաբանական եմ համարում, երբ տարբեր ուժեր փորձում են խուսանավել այս հարցերին ուղիղ եւ բովանդակային պատասխան տալուց, բայց առնվազն հասարակությունը ունի ակնկալիքների սոցիալական վիճակի մասին, տնտեսական, ֆինանսական եւ այլն։ Եվ ինչ ենք մենք առաջարկում այս հասարակությանը։ Ես գամ իշխանության, ինչ եմ անելու։ Ինչպես է փոխվելու շարքային քաղաքացու կյանքը, որտեղ ի վերջո եկեք արդար լինենք եւ իրատես լինենք։ Շարքային քաղաքացուն հետաքրքրում է
անվտանգություն եւ սեփական կյանքը բարեկեցիկ դարձնելու հնարավորություն։ Եթե այս երկուսի առաջարկը մենք չունենք, ինչու պետք է այդ հասարակ քաղաքացին մեզ վստահի։ Չէ՞ որ խոստումներ տալի, վերջո կարելի է անդադար խոստումներ տալ, ինչպես այս իշխանությունը անդադար խոստումներ էր տալիս։ Բայց գործնական կյանքում արդյոք դրանք իրացվել են։ Ոչ։ Եվ այն հասարակությունը, որը տեսնում է, որ իրեն պարբերաբար խաբում են եւ իրեն օգտագործում են իշխանություն գալու համար, առնվազն արդար է, որ ակնկալի հստակ ծրագիր, ինչպես է իր կյանքը փոխվելու, ինչպիսի տնտեսական ռեֆորմներ կլինեն, ինչպիսի իրավական ռեֆորմներ կլինեն, ինչպես իր կյանքը կփոխվի դիցուկ 3 տարի հետո, 5 տարի հետո, 10 տարի հետո։ Շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։